Հանրայինի եթերում Հայլուրն է, բարև ձեզ։ Հայկական ճիչը Արգենտինայում Մարիանո Սարավյան մինչև իր գիրքը գրելը այցելել է Հայաստան, Արցախ և Ջավախ, եղել է նաև Արևմտյան Հայաստանում, որն իր գրքում անվանում է Գրավյալ Հայաստան։ Մարիանոյի կինը հայուհի է, ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, իսկ նրանց դստերանունը Անի է։ Նյույորքյան Նալբանդյան հիմնադրամի աջակցությամբ Մարիանո Սարավյայի հայկական ճիչը իսպաներենից թարգմանվել է անգլերեն։ Նալբանդյան հիմնադրամի Նալբանդյան հայտնի թենիսիստի եւ արգենտինացի գրողի հայկական ակունքով ու ավանդույթով ընտանիքի մասին Հայկարամ Նահապետյանի ռեպորտաժը Վաշինգտոնից։ Օտարալեզու մտավորականներն ու գրողները հայ ժողովրդի դատի մասին գրում են դեռ Համիդյան շրջանից եւ արգենտինացի Մարիանո Սարավիայի հայկական ճիչը գալիս է լրացնելու Մուսալերան 40 օրվա կամ Գոնսալո Գուարշի հայկական կտակի շարքը։ Հայկական ճիչը նախ լույս է տեսել իսպաներեն Արգենտինայում, ապա Նյույորքի Նալբանդյան ընտանիք հիմնադրամի հովանավորությամբ նաև անգլերեն։ Ծնողները բոլորը լիբանանցի են, Լիբանանից գաղթված հայեր են, որոնք եկել են Հայաստան 1946 թվականին։ Ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակներ են ներկայում Նյույորքաբնակ Նալբանդյանները թարգմանությունը նվիրելով Եղեռնից Մազապորց պապերին։ Հեղինակը Մարիանո Սարավյանն էլ գիրքը պատրաստելու ընթացքում արգենտինահայ համայնքի աջակցությամբ այցելեց Հայաստան, Արցախ, Ջավախ եւ Արևմտյան կամ ինչպես ինքն է ասում, Գրավյալ Հայաստան։ Ինֆորմացիայի պակասը, անտարբերությունը եւ անպատժելիությունը բերում են ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ոչիրների։ Այս գիրքն ուղղված է մարդկանց տեղեկացնելու հայերի ցեղասպանության, Ղարաբաղյան պատերազմի, Ջավախքի մասին։ Ինձ Հայաստանի մասին պատմել է նաեւ իմ հայուհի կինը։ Պապերս խարբերցիներ են, ես մեծ թվով նմանություններ տեսա գրքում փաստագրված պատմությունների եւ մեր ընտանիքում շրջող պատմությունների միջև։ Մենք ամուսնացանք գրքի իսպաներեն տարբերակի շնորհանդեսից հետո, իսկ հիմա դուստր ունենք, որի անունը Անի է։ Շնորհանդեսի ներկա էր նաև աշխարհահռչակ տենիսիստ Դավիթ Նալբանդյանը, Նալբանդյան ընտանիք հիմնադրամի հետ ոչ թե ազգակցական, այլ մտերիմ ընկերական կապով առնչվող արգենտինահայը կրկին հաղթանակներ է տանում եւ մեկ շաբաթից խաղալու է US Open ամերիկյան հեղինակավոր առաջնությունում։ Խաղալու եմ ուժերից առավելագույն լարումով, ես դեռ երիտասարդ եմ, դեռ ժամանակ ունեմ առաջ գնալու համար, այնպես որ փորձելու եմ։ Իդեպ ընթացիկ ամիս Դավիթ Նալբանդյանը հաղթեց նաև Վաշինգտոնում Լեգ Մեյսոն առաջնության եզրափակիչում, ինչը վերլուծաբանները մեկնաբանեցին որպես մեր հայրենակցի մեծ վերադարձը դեպի մեծ սպորտ։ Հայկարամ Նահապետյան, Հայլուր, Նյույորք։ Ամստերդամի օդանավակայանում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածով ձերբակալվել է 2 անձ։ Մահմեդական ծագմամբ ուղևորները Հոլանդիայի մայրաքաղաքին ժամանել Չիկագոյից։ Նրանց ճամփրուկներում հայտնաբերվել են կեղծ պայթուցիկ սարքեր։ Ոստիկանները համոզված են, որ այդ կերպ ձերբակալվածները ցանկացել են ստուգել անվտանգության աշխատակիցների զգոնությունը։ Նախնական տվյալներով ուղևորներից մեկը Եմենից է, որը համարվում է աղաբեկիչներ պատրաստող գլխավոր երկրներից մեկը։ Միջադեպի առիթով հոլանդական դատախազությունը ամերիկյան կողմի հետ համատեղ հետաքննություն է սկսել։ Սլովակիայի մայրաքաղաքում տեղի ունեցած դրամատիկ միջադեպի զոհերի թիվը հասել է 8-ի։ Երկուշաբթի Բրատիսլավայի կենտրոնում բնակիչներից մեկը կրակ էր բացել անցորդների վրա։ Զոհերից բացի նաև 13 մարդ է վիրավորվել, այդ թվում 3-ամյա մի աղջնակ։ Հանցագործի անձի մասին տեղեկությունները հակասական են, ըստ որոշ լուրերի ողբերգության մեղավորը 50-ամյա գնչու է։ Պաշտոնական աղբյուրները սակայն այս տեղեկությունը չեն հաստատել, բայց ոչ էլ հերքել են։ Ենթադրվում է, որ հանցագործության դրդապատճառը եղել է ընտանեկան վեճը, քանի որ դեպքի վայր հասնելով ոստիկանները նրա ընտանիքի 5 անդամներին սպանված են գտել, այնուհետև տղամարդը անկանոն կրակ է բացել փողոցում, իսկ վերջում ինքնասպան է եղել։ Մեքսիկայում կոռուպցիայի եւ վատ աշխատելու պատճառով աշխատանքից ազատվել է 3000-ից ավելի ոստիկան։ Գերատեսչության պետին մասնավորապես չի գոհացրել նրանց աշխատանքը կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Եվս 1000 իրավապահ ստացել է կարգապահական տույժ եւ նույնպես կարող են գործազուրկ դառնալ։ Աշխատանքից ազատվածներից շատերը կկանգնեն դատարանի առջև, նրանք մեղադրվում են երկրի խոշոր նարկոկարտելների հետ գործակցելու համար։ Ըստ ոստիկանապետի, իրենք սկսում են իրավապահ մարմինները անբարեխիղճ աշխատակիցներից մաքրելու լայնածավալ ծրագիր։ Ոստիկանապետի այս հայտարարությունից շատ չանցած ձերբակալվել է Բարբի մականունով հայտնի նարկոբարոններից մեկը։
Վենետիկի Սանտա Մարիա դելա Սալյուտ բազիլիկայում բռնկված հրդեհը մարելու ընթացքում հրշեջներն անզգուշաբար վնասել են վերածննդի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի Տիցիանի հանրահայտ Դավիթ և Գողիաթ կտավը։ Հրդեհը բռնկվել է մեկ հարկ վերև գտնվող ճեմարանում։ Փրկարարներին հաջողվել է մարել կրակը, սակայն առաստաղից ներծծված ջուրը լրջորեն վնասել է գլուխգործոցը։ Մի քանի տասնյակ միլիոն եվրո արժողությամբ կտավը թրջվել է և ուռել, թե որքան է կազմում հասցված վնասի ճշգրիտ չափը պարզ կլինի միայն կտավի չորանալուց հետո։ Հենց այդ ժամանակ էլ կսկսվեն վերականգնման աշխատանքները։ Եվ թողարկման վերջում եղանակի մասին այսօր եւ եւս 5 օր հանրապետությունում շոկ է լինելու։ Երևանում եւ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը 35-ից 36 աստիճան կլինի եւ կպահպանվի մոտավորապես 1 շաբաթ։ Սեպտեմբերի 1-ին ջերմաստիճանը 1 աստիճանով ավելի բարձր կլինի եւ կհասնի 37-ի։ Հայպեթհիդրոմետրը ջերմաստիճանի էական նվազում է կանխատեսում սեպտեմբերի 7-ից, բայց ընդհանուր առմամբ ամբողջ սեպտեմբերին ջերմաստիճանը նորմայից 1 աստիճանով բարձր է լինելու։ Օդի ջերմաստիճանի բարձրացումը օդերևութաբանները որոշ չափով պայմանավորում են բուսականության կրճատմամբ եւ համատարած ասֆալտապատմամբ։ Երևանում Արարատյան դաշտում սեպտեմբեր ամիսը դա աշնանային ամիս չի, լրիվ ամառային ամիս է։ Արարատյան դաշտում անցումը դեպի աշնանային ռեժիմի կատարվում է միայն հոկտեմբերի առաջին տասնօրյակից հետո։ Հոկտեմբերի առաջին տասնօրյակում դեռևս միջին օրական ջերմաստիճանը լինում է 14-15 աստիճանի սահմաններում։ Դրանից հետո արդեն անցում են կատարում դեպի աշնան։ Ծանոթացեք նաև մարզական նորություններին, Հայլուրի հաջորդ թողարկումը ժամը 17-ին է։ Հանդիպենք աչքով։